կապ չունեն դրանք բովանդակային, շատ թույլ թեզ է։ Բայց ինքը իր քարոշչության մեջ դա օգտագործելու է, անշուշտ օգտագործելու է եւ անշուշտ եկեղեցու նկատմամբ ճնշումների իմաստով սասկացում պետք է սպասել, բայց այդտեղ ավելի վտանգավոր բան էլ ա եղել։ Երեք շատ վտանգավոր բան ա եղել, բոլորս կենտրոնացած ենք միայն վարշապատի ընտրությունների վրա, բայց եկեղեցու դեմ կամպանիայում մենակ այդ փաստը չի, որ երկարացրել է Նիկոլ Փաշինյանի լեզուն։ Այո։ Ես հիմա այդ Սրբազանի անունը չեմ հիշում անունով, բայց երեք Խաչիկ գյուղի եկեղեցում տեղի ունեցած ուրեմն պատարագին մասնակցել է նաև այդ թեմի առաջնորդը։ Սա արդեն բավականին լուրջ ստատուս քվո է փոխում եկեղեցու դեմ պայքարի համատեքստում, իսկ ավելի շատ քան Էշմիածնի ընտրությունները կամ անհամեմատ ավելի շուտ, որտեղ եթե վարշապատի ընտրական համատեքստը գրեյկորեն եւ արհեստականորեն Նիկոլ Փաշինյանը շահագործում է, այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի հետ Սրբազանը մասնակցում, թեմի առաջնորդը մասնակցում, ուրեմն եկեղեցու պատարագին, այսինքն մի մարդու հետ, որ կասկածի տակ է դնում վեհապարի լեգիտիմությունը։ Սա նշանակում է, որ եկեղեցում շատ պարզ պիտի ասեմ, ինստիտուցիոնալ ճգնաժամի նշաններ են առաջանում, ընդ որում արդեն բարձրաստիճան հոգևորականության շրջանում։ Մի Սրբազան, մի թեմի առաջնորդ մերձբալթյան երկրների, սրանից մեկ շաբաթ առաջ հրաժարվում էր Հովանավանքի պատարակը ապօրինի համարել։ Այո։ Հիմա մյուսը մասնակցում է Նիկոլ Փաշինյանի այդ պատարագի են պարագայում, երբ որ վեհի լեգիտիմությունը Փաշինյանը կասկածի տակ է դնում։ Այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ ինստիտուցիոնալ ճաքեր կան եկեղեցու ներսում, ինչի ինձ ավելի շատ է մտահոգում, քան վարշապատի ընտրությունների երեկվա արդյունքները, հավատացեք։